Լիլիթ ջան, ողջույն։ Բարի լույս։ Մանուկյանը աչքովը չի ընկել։ Էդ երբ բանից է սկսել Մանուկյանով հետաքրքրվել։ Երեկվանից, բայց ես ավելի շատ անհանգստանում եմ, քան թե հետաքրքրվում։ Նույնիսկ անհանգստանում։ Մերի ջան, քեզ հետ ամեն ինչ նորմալ է։ Հա, ինձ հետ ամեն ինչ նորմալ է, բայց այ Մանուկյանի հետ ինչ-որ բան այն չէ։ Պատկերացնում ես, երեք աշակերտներ ունեի, տանը պարապում էի, հեռախոսը սկսեց ծնգծնգալ։ Դե պարապմունքը վերջացրեցի, նայեմ, տեսնեմ Մանուկյանն է։ Բադալյան 47 հատ նամակ էր ուղարկել։ Ես էլ քո այդ դեմքով սկսեցի նամակները կարդալ։ Սկզբում ինչ-որ ռեստորանի հասցե էր ուղարկել, իսկ հետո մի րոպե։ Մեջ բերում եմ։ Ես հասել եմ, բա չես գալիս, բա ինչ եղար, ոչինչ որ ուշանում ես, ես քեզ որքան պետքա կսպասեմ, հետո, բա ինչ եղարից 16 հատ, հետո տխուր սմայլիկներ, բարկացած սմայլիկներ և դատարկ նամակներ։ Այո, Բադալյան, ես էլ նրան պատասխանեցի, Օնիկ ջան կարող է այդ նամակները պետք է ուրիշին ուղարկի, շփոթվել ինձ ես ուղարկել, գրեց իմ կյանքում քեզնից բացի ոչ ոք չկա, բայց ոնց որ արդեն դու էլ չկաս, մնաս բարյավ։ Բարև ձեզ ընկեր Բադալյան։ Բարև Մանուկյան։ Լավ եք։ Լավ, դու։ Այսքան լավ երբեք չեմ եղել։ Մանուկյան ինչ-որ բան է պատահել։ Բայց գիտեք ոնց որ ականջս զրնգաց, ոնց որ այնքան էլ լավ չեմ։ Գնամ սառը ցնցուղ ընդունեմ։ Չցավեց։ Դե ուշադիր կլինես Լիովիկ, դուռը անպայման փակ կպահես։ Մաման որ գա դուռը բանալիով բացի, արագի մեջ մի բան կդառնաս, բայց ցանկալի անես բան, որ աղբամանը քեզ չնետի աղբի տեղ։ Լավ դե ցա։ Ցել մարդ չդառար էլի։ Չնայած ասա ով անգերտ ասում ով ես դու։ Ոնց ես էլի։ Լավ եմ, դու ինչպես ես։ Ես էլ եմ ինչպես։ Չես անում։ Ծիծաղում եմ, չէ՞ որ դու գժական հումոր արեցիր։ Բայց կբռնվեք։ Համ էլ գիսանեն որ տեսնի կհասկանա որ էլ նա, ոչ թե իրա բարադի դասընկերը։ Հանգստացի հələ մի հատ, բարադինում հետ ես։ Դու ես Արնո։ Հա, բաստորեն ես եմ, բարադինը քերրիտա։ Իդեպ ես քերի չունեմ։ Դու շատ բան կա որ չունես։ Օրինակ ուղեղ։ Բայց ո՞նց է որ էլ ինչ ես ուղարկել քո փոխարեն, քո սովորության համաձայն։ Թողել եմ տանը մի քիչ զարյատկա վերցնի։ Չնայած ինչի եմ քեզ բացատրություններ տալիս որ արագ գնամ քանի օդում կռինչ չի կանգնել։ Յա, Լևոնյան, Բարև ձեզ ընկեր Մանուկյան։ այսօր քո փոխարեն երկար դասամիջոցին շատ հաց չէի ուտի։ Ինչի՞։ Որովհետև ինչքան կարողացրես փախնես ինձնից, այդքան վազելու ես։ Բայց մի րոպե, դուք միս Մերին չեք խոստացել, որ ինձ հանգիստ եք թողնելու։ Խոստացել էի։ Միս Մերիտ էլ էր շատ բան խոստացել։ Բայց դուք խոստացել եք ու չեք արել։ Ես այդ դեպքում ինչ եմ ձեզնից օրինակ վերցնելու։ Այսօր դուք ֆիզկուլտի դաս ունեք։ Հա։ Ահա, կգաս ու կտեսնես ինչ օրինակ վերցնես։ Մաշեցնելու եմ քեզ։ Այսօր մեր դասը վերածվելու է մի յուրօրինակ հեռուստաշողուլի։ Հեռուստա նախագծի։ Եղիր պատրաստ Օնիկ Մանուկյանի հետ միասին։ Այդ ինչ է նշանակում։ Դա նշանակում է։ Սիմպլ։ Դա նշանակում է, որ 1 ժամ առանց հանգստանալու պիտի մարզվեք, վազեք, մի խոսքով, պարապեք։ Իսկ կարանք նստենք։ Չնստել! Չկքանստել! Իսկ շարքերի մեջ չխոսել! Դու ինչ ես լուրջ կագնել։ Սուլիչ ես, որտեղ է սուլիչ ես։ Երեխեք այսօր Մանուկյանը մի տեսակ շատ տարօրինակ չի, Բայց ինքը միշտ էլ տարօրինակ է։ բայց այսօր ինչ-որ ագրեսիվ տարօրինակ է։ Աչքից ես հասկանում եմ, ստեղ ինչ է կատարվում։ Աչքիս, աչքդ խապում է։ Վազկով մարշ! Մարշ! Դե միշտ ես թարս վախտերի գալիս դպրոց։ Դու ինչ ես կանգնել, վազկով մարշ! Ախր ձերս եք բռնել։ Մարշ!
Ախր դե ծովը վազում ոսմոր աղջիկ վազի։ Ինչ եք դες դες վազում։ Արագ վազեք, վազում մարդ։ Մարդ։ Արագ վազեք։ Դու Արտեմի քույրիկը չես։ Այո։ Վազում մարդ։ Դու ես Եկեք։ Իմ ետանից 1, 2, 3, 4 Ես ինչ դանդանը կանում, դու հալագացրու, դու ասում ես Արտեմի քույրն ես, հա? Այո, դեռևս պատկան մարդ, Ես ինչ եք նստել, Կարանք time out անենք։ Արտեմի քույրիկ անգլերեն ասաց, Այո։ ոչ մի անգլերեն բեր, մարդ, հալագացեք մարդ, Մանուկյան։ Մի քիչ շանս տուր էլի այդ պոպկորնին Արտեմ։ Ինչ։ Դե ասում եմ մի քիչ հանգիստ կեր, աշխարհի վերջը չի։ Աշխարհի վերջը չի, բայց այ հեսա դասամիջոցի վերջը կլինի, նենց որ չեմ հասցնի։ Դե որ տենց է, ես քեզ կօգնեմ։ Ինչ հավեսին քաղցր է։ Բայց ես քաղցր եմ ուտում, որ էներգիա ստանամ։ Վստահ եմ, այսօր Մանուկյանը մեզ բոլորիս տանջելու է։ Մեզ է։ Ինչա նշանակում մեզ էլ։ Դե ամբողջ դպրոցը խոսում էր, որ Մանուկյանը գիսանայից դասանին լավ տանջել է։ Լուրջ ես ասում։ Ես չեմ ասում, ամբողջ դպրոցն է ասում։ Հա որ իրան ստանջելը մեզ ինչ անելու։ Հա բայց մենք իրանին չենք կարևոր։ Մենք բան չենք արել, բայց այ Ինչ բայց այ։ լավ հեչ։ Տես զանգը տվեց, ես գնամ։ Երեխաներ, ինչ է պատահել։ Միս Մերի, մենք շատ ծանր նախորդ դաս ենք ունեցել։ Ճիշտ ասում, մենակ իմ շտանգեն 120 կիլո կլիներ։ Այսինքն ֆիզկուլտուրայից եք եկել։ Գալը որնա սողացել ենք։ Դի ֆիզկուլտուրա չէ, դի Մանուկյան առանց կանոններ։ Հաստորեն Մանուկյանն է ձեզ այսօրին հասցրել։ Այո։ Բայց գոնե ասեիք, որ վերջին դասը չի եւ էլի դասեր ունեք։ Միս Մերի, մենք այդպես էլ արեցինք, բայց Մանուկյանը, որ իմացավ ձեր դասին ենք գալու, ավելի կատաղեց ու տանջեց։ Լավ, պարզ է։ 10 րոպե հանգստացեք, ես հիմա կգամ։ Էս Մանուկյանը ստեղ չի։ Չլինի քեզ էլ անհասկանալի գովանդակությամբ նամակներ ուղարկել։ Ինչ նամակներ։ Հեչ լավ։ Դու ինձ վերջը չասեցիր։ Հիմա դու իրան տեսել ես թե չէ։ Չէ, բայց дու էլ ինչ չասեցիր, թե ինչ է պատահել։ Я не могу понять, какая муха его укусила։ Էս ինչ օրնակց է երեխեքին։ Լսի, անմարդկային տանջել է պրոստը երեխեքին։ Որտեղ է այդ Մանուկյանը։ Մերի ջան, հերթ կանգնի։ Слушай, только не говори, որ ինքը քո երեխեքին էլ ավազացրե։ Այո, ու այն աստիճանի, որ ստիպված եմ եղել զանգահարել ծնողները գան տուն տանեն։ Так, девочки, я этого так не оставлю։ Ես ամեն ինչ պատմելու եմ Ադամյանին։ Она всё узнает։ Տիկին Ադամյանին։ Да, здравствуйте, Տիկին Ադամյան։ Եվ ինչ է պատահել։ Տիկին Ադամյան, Մանուկյանը երեխաներին այնպես ատանջել, կարծես իր վերջին դասը լիներ։ Это касается и моих детей тоже։ Ինչ է կատարվում Մանուկյանի հետ։ Ոնց հասկանում եմ, բոլորը բողոքում են։ Просто ужас։ Հարգանքներս, Գերմանիկյան։ Կարող եմ իմանալ ինչու եք երեխաներին ստիպել ավել վարություններ կատարեն, որ ես ստիպված լինեմ ամբողջ դպրոցի երեխաներին դասից ազատեմ։ մեղավոր եմ Տիկին Ադամյան, կուղեմ սխալս։ Եվ ինչպես եք ուղղելու ձեր սխալը։ Այսօր դասերը կանցկացնեմ այնպես, ինչպես անցկացրել եմ այսօր։ Թե չէ, այսինչ սերունդ է մեծանում։ Մեկի ոտքն է բռնվում, մյուսի ձեռքը, մյուսին եկան ոտու ձեռարին տարան։ Դու իսկապես պատրաստվում ես բոլոր դասերդ այդպես անցկացնես։ Ուրիշ, ինչ հարցեր ունեք Տիկին Ադամյան։ Հարց չունեմ։
Նորմալ է ձեզ մոտ ամեն ինչ։ Հա, ուղղակի 3 շատ երկար սպասել եմ անձրևի տակ։ Մտածում էի կհիվանդանամ, բայց պարզվեց, որ ոչ։ Մանուկյան, նման բան չկրկնվի։ Դասերը կանցկացնես նորմալ։ Տիկին Ադամյան։ Դայը։ Տիկին Ադամյան։ Այ Լյովիկ, ես եմ իրար չխառնվես։ Չնայած լավ էլ խառնվի իրար, սաղ դպրոցին դու ես խառնել։ Ապեր նենց հավես չունեմ խաղալ գուշակիր առարկան, որը դարձել է Լյովիկը։ Մարդու կերպարանք կթունի հայտնվի, ով բառաբանի հետ չեմ խոսալու։ 10, 9, 8, Լյովիկ, յա։ 10 լավ անցան։ Սենց ասեմ, երկրաչափությունը լավ անցավ, հայոցը լավ անցավ, իսկ ֆիզկուլտը լավ է որ անցավ։ Բան չհասկացա։ Իսկ ես կարծում եմ դու ինձ կբացատրես։ Ինչ ես խոսացել դպրոցում Մանուկյանի հետ, որ այսօր իրանց էս տարօրինակ էր պահում։ Ոչինչ չեմ ասել։ Ուղղակի Արտեմի ցուցումով Միս Մերի կերպարանք ընդունեցի եւ խնդրեցի Մանուկյանին, որ Արտեմին հանգիստ թողնի։ Արտեմը вообще ով է որ քեզ ցուցում տա։ Ստեղ ցուցում տվողը այս բարձն է։ Սիշ ցեներ։ Շան արնը տուրու։ Գետնից վերցրու։ Շնաց նրան վերցնեն տնի։ Արտեմ ջան, ո՞նց եղար բալես։ Մերսի Արնո ջան, արդեն լավ եմ։ Ինչի եմ հարցնում, որովհետև հեսա քեզ բեսսամ թողնացնելու եմ։ Ինչ եմ արել որ։ Ինչի ես Լյովիկին ստիպել, որ Միս Մերիի կերպարանքն ընդունի։ Ես չեմ ստիպել, այդ իր միտքն է եղել։ Ես պաստորեն սխալվում էի։ Դու մեծ պոտենցիալ ունես մարդ դառնալու, հələ ո՞նց է խափում, է։ Արտեմ, ես կարծում եմ հատակը պետք է մաքրել։ Բա հələ ցրելը հələ։ Լավ Արնո, ինձ էլ կսարքես այդ ըմպելիքից։ Ես էլ եմ ուզում թարմանամ։ Ձեռել ունես, ոտել ունես, մենակ խելք չունես։ Չնայած կհերիքի սարքելու համար։ Ստիկը դարակում է, սառույցը սարցարանում։ Ստիկը կտրելուց ուշադիր կլինես չթափրտես այդտեղ։ Այլ կերպ ասած 3 չափի մեկը կտրի։ Այո, ճիշտ է ասել։ 7 չափիր, 1 կտրիր։ Հա բայց ինքը 7-ը մեկում չի սարքում, 3-ը մեկում է սարքում։ Նենց որ այս դեպքում շատ տեղին է։ Օնիկ, Մանուկյան։ Մանուկյան, տես ոչ ոք չկա։ Միայն ես եւ դու։ Խնդրում եմ կբացատրես ինչա կատարվում։ Մանուկյան։ Քո պես եմ անում, Մերի ջան։ Պրասմոտրենի եմ տալիս, բայց չեմ պատասխանում։ Ստղան լրիվ ոնց որ այլ մոլորակային լինի։ Մանուկյանին խնդրեցի, որ Արտեմին այլևս չվազեցնի։ Նա համաձայնեց, բայց միայն մի պայմանով։ Ասաց, որ իր հետ հանդիպման պետք է գնա։ Ասաց, որ հեռախոսով կուղարկի հասցեն։ Հետո բա։ Հասցեն այդպես էլ չուղարկեց։ Դու բռնի էլի ես։ Դու այ մոլորակային։ Ինչ գիտես որ չի ուղարկել։ Ինձ ոչ մի ծանոթություն չեկավ։ Էլ, Մանուկյանը Մերիին է ուղարկել, ոչ թե քեզ։ Այդ մասին չէի մտածել։ Այ հիմա պարզ է ինչա կատարվել։ Մանուկյանը Մերիին գրել է, Մերին կամ չի պատասխանել կամ էլ չորել է, Մանուկյանն էլ եկել կպել է մեր ջաններից։ Եկե խոստովանեմ, մեր պլանը կատարյալ չէր։ Ինձ մանկուրոտ է պետք։ Ինձ էլ է մաքրոտ հարկավոր։ Սպաս ես առանց կերպարանը փոխվել ուր ես գնում։ Գնում եմ մի վայր, որտեղ կարելի է մաքուր օդ շնչել, առանց կերպարանը փոխվելու։ Չես հասկանում։ Ուզում եմ գիտապտույտ անենք։ Հո, ընտիր, բայց անգամ ուր են գնալու։ Շուտով կիմանաք։ Արնո գալիս ես։ Հա բա, գամ մի քիչ ծրվեմ, հետո գամ հասկանենք Մանուկյանից ոնց ենք պրծնում։ Դե ուրեմն, գնացի։ Էս հասանք։
Այո, որովհետև գտնվում ենք Երևանից ոչ այդքան հեռու, ավելի կոնկրետ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Հասկացա, եկել ենք Բյուրականի աստղադիտարան։ Այո, Ես էստեղ եղել եմ, դասարանով էքսկուրսիայի ենք եկել։ դե որ այդպես է, այսօրվա գիտապտույտը կարող ես հենց դու անցկացնել։ Չեմ կարող, ճիշտ է եղել եմ, բայց այ ուշադիր չեմ եղել։ Այսինքն Մարմինը էստեղ է եղել, իսկ ուշքն ու միտքը դպրոցի բուֆետում։ Էնպես որ լովիկ սկսի։ Նախ ասեմ, թե ինչ է աստղադիտակը։ Աստղադիտակը սարք է, որը թույլ է տալիս մեզ տեսնել երկնքում գտնվող այն օբյեկտները, որոնք անզեն աչքով չենք կարող նկատել։ Հիմնականում աստղադիտակ ասելով հասկանում են օպտիկական աստղադիտակները, որոնք կազմված են դիտակից Եվ աստղից։ Աստղադիտակ, դիտակ եւ աստղ։ Արտո բարի մասին չի խոսքը, այլ սարքի։ Հա, գիտեմ, ուղղակի ասեցի հումոր անեմ, լարվածությունը անցնի։ Առայժմ մենակ քո հումորներն են լարվածություն մտցնում։ դիտակից եւ մեխանիկական հատվածից, որը թույլ է տալիս աստղադիտակը ուղղել երկնքի այս կամ այն տիրույթը։ Իսկ սա պատմության առաջին աստղադիտակն է։ Ոչ, համարվում է, որ առաջին աստղադիտակը ստեղծվել է պատվերով ակնոց պատրաստող հոլանդացի Հանս Լիպերսգիը 1608 թվականին, իսկ 1609 թվականին Գալիլեո Գալիլեյը իր ձեռքով պատրաստեց նույնպիսի մի դիտակ եւ այն առաջինը պատմության մեջ ուղղեց դեպի երկինք։ Սակայն Գալիլեի դիտակը մեծացնում է ընդամենը 3 անգամ, բայց միևնույն է դրա օգնությամբ գիտնականը բազմաթիվ նոր աստղեր տեսավ եւ այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել։ Փաստորեն Գալիլեյը առաջին պրոդյուսերն է եղել։ Դե աստղերը բացահայտողը պրոդյուսեր չի։ Արտեմ լարվածություն ես մտցնում։ Շարունակի ել։ Ի վերջո, Գալիլեին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց լուսնի, արեգակի եւ մոլորակների վերաբերյալ։ Խիղճ Գալիլեյ։ Եթե ինքը իմանար մոբայլ ցենտրի մասին, այդքան իզուր չէր տանջվի։ Այ այստեղից կգներ Samsung Galaxy S25 Ultra մոդելի հեռախոսը, որը 100 անգամ zoom ունի։ Արտե, մի մոռացի, որ դա 17-րդ դարն էր։ Իսկ այս աստղադիտակը երբ են պատրաստել։ Այս աստղադիտակը գործում է 1975 թվականից, իսկ աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին Հայաստանի ազգային հերոս ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով եւ համարվում է Արևելյան Եվրոպայի եւ Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Գիսանեի ականջը կանչի։ Ինչի։ Դե որ այստեղ լիներ, կասեր փառահեղ է։ Ինչ խոսք, այդպես էլ կա։ Իսկ այս աստղադիտարանի եւ Վիկտոր Համբարձումյանի մասին, եթե սկսեմ պատմել, նույնիսկ մի քանի գիտապտույտ չի բավականացնի։ Այնպես որ առաջարկում եմ վերադառնանք այստեղ եւ շրջենք իրական աստղադիտարանով, այլ ոչ թե անիմացիոն։ Իդեպ, այստեղ է գտնվում նաեւ ձեր մեծանուն հայրենակցի տուն թանգարանը։ Ես պլյուս։ Ես էլ։ Էլը մինուս։ Ես այստեղ եմ։ Լավ էր։ Համ ռեստարտ եղանք, համ էլ ես արդեն հասկացել եմ ինչ եմ անում Մանուկյանի հետ։ Ես էլ գիտեմ, ու վստահ եմ նույն բանն ենք մտածել։ Եվ ինչ ենք մտածել։ Մանուկյանին տանում ենք Բյուրականի աստղադիտարան։ Դու էլ էի՞ չէ՞ մտածել։ Քեզ նկատողություն Արտեմ։ Դու այս պայից համարվում ես ձայնազուրկ։ Ուրեմն սենց։ Մենք Մանուկյանին տալիս ենք այն ինչ ինքը ուզում է, այսինքն մերիին։ Լովիկը մերիի կերպարանքով Մանուկյանին դպրոցում առանձին բռնացնում է, այնտեղ ներողություն, հետո կոնկրետ ժամի կոնկրետ տեղ է պայմանավորվում։ Լավ, եթե Մանուկյանը հարցնի, ինչու մերին չեկավ ժամադրության, ինչ ասեմ։ Լավ հարց էր։ Մերին կասի, որ ինքը խիստ պապա ունի։ Թարսի պես շուտ էր եկել աշխատանքից։ Լավ էլի, ով կհավատա, որ մերի տարիքի աղջիկը պապային է հարցնում գնամ դուրս թե չգնամ։ Մանուկյանը։ Չես մոռացել, չէ՞ Մանուկյանին։ Հետո մերին կավելացնի, որ ինքը դպրոցում չի ուզում ի ցույց դնի իր զգացմունքները։ Դե երեխեք կան, գոլեգաներ կան, հազար ու մի մարդ կա։ Ուշադրություն, անիմաստ 10 վայրկյան։ Լսում ենք Լևոնյան։ Լավ, ասենք Մանուկյանը հավատաց, բա որ SMS գրի, այդ ժամանակ ինչ ենք անելու։ Տեղին հարց տվեցիր։ Իրա պապան հեռախոսի վրա ռադիցերսկի կոնտրոլ ունի դրած, ու ժամանակ առ ժամանակ մտնում է SMS-ները ստուգում է։ Վաղ թե ուշ սուտը կբռնվի։ Համաձայն եմ, կա տենց բան, բայց պետքա սենց ձգել մինչև ամառային արձակուրդներ։ Սրանից լավ հոտ չի գալիս։ Լավ հոտ չի գալիս, ես բորշը չեփեիր։
Լավ, ծրում եք տներով։ Ես էլ պարկեմ մի քիչ աչք կպցնեմ։ Դու էլ կպի տուն։ Հեսա որ որայ մաման գալու է։ Բարև, Մերի ջան։ Բարև Լիլիթ ջան։ Չիմացար Մանուկյանին երեք ինչ էր պատահել։ Իհարկե իմացա։ Մանուկյանին Մանուկյան էր պատահել։ Այսինքն, Դե ինչ այսինքն, ինքն իր հետ խոսում է, ինքն իրենից խռովում է, ինքն իրենից նեղանում է։ Ես ուրիշ բացատրություն չունեմ։ Բարև ձեզ Տիկին Բադալյան։ ողջույն Մանուկյան ջան։ Ձեզ երկու հարց կարելի է։ Այո, իհարկե։ Հարց առաջին։ Տիկին Բադալյան, մենք այսքան տարի միասին աշխատում ենք, բայց ես չգիտեմ ձեր անունը։ Ինչ է ձեր անունը։ Իմ անունը Լիլիթ է, Օնիկ ջան։ Ահ, Լիլիթ։ Ինչ հայեցի անուն։ Լիլիթ, դուր ինձ սիրո առիթ։ Չէ՞ բա ոմանց պես Մերիտ, լավ է, օտարահունչ անուններ են։ Իսկ երկրորդ հարցը որն էր։ Ասում եմ չթարմանանք։ Թարմանանք։ Սանց ունենք։ Իհարկե ունենք։ Իհարկե ունենք։ Դուք ինձ ասացիք։ Էլ ես չեմ կիսում այդ անկապին կարծիքը։ Նենց որ արի ուրիշ բան մտածենք էլի։ Ես այստեղ եմ Արտեմ։ Դու հիմա Արնոյի դեմքին նայելով նրան անվանեցիր անկապ։ Ոչինչ, Լյովիկ ջան, արդեն սովոր ենք, որ էսի մեջքիս հետևը իմ մասին ինչեր ասես, որ դուրս չի տալիս։ Վայլը չպիտի գար։ Ներնա եկել է, էլի։ Բա դու ինչ ես եկել։ Պարզ չի, որ համը չհանեք։ Բայց դու ինչ գիտես, որ մենք համը հանելու ենք։ Էլ ես իրականում համաձայն չեմ այն անկապի կարծիքի հետ, արի ուրիշ բան մտածենք։ Ես դες բան չեմ ասել։ Ես նայում ես աշկերից մեծ սուտ ես խոսում։ Ես ոչ թե ասել եմ համաձայն չեմ, այլ ասել եմ չեմ կիսում իր կարծիքը։ Հա, այ դու նոր որ բան արի, ես նոր բան եղա, հա։ Բա հիմա ինչ ենք անելու։ Այս ուրիշ բան, այս մեկը արդեն կառուցողական էր։ Կոնկրետ դու մտածում ես, թե ոնց ես Միս Մերիին դասարանում պահելու, որ Լյովիկը գնա ուսուցչանոց։ Ես մեկ աստեղից լավ ոչ չեմ առնում։ Բայց մեկը քո կարծիքը ինձ։ Հա, ու մեկ էլ չմոռանաս հետը սկիզբել քո ոչ հանճարեղ պլանով, որ ես ու դու այն դարձնենք հանճարեղ։ Արտեմ։ Ց։ Ես գիտեմ բոլոլայա լինելու ու ահավոր կին։